Էս Երևանի առաջին էլեկտրակայանի շինարարությունն է։ Սա չի մեր ինժեներ պապը։ Այ։ Դավ տես ինչ ճաշակով ինժեներ պապ ենք ունեցել։ Ինչ գեղեցիկ տատա մեզ համար չէ գտել։ Միայն գեղեցկությունը չէր։ Գիմնազիա էր ավարտել։ 4 լեզու գիտեր։ Բա։ Տեսնեմ դու ում ես տուն բերելու։ Հասանք պապի եղբորը։ Այ։ Գարեգինը։ Այ բժիշկ էր։ Գերմանիայում էր սովորել։ Հրաշք բժիշկ։ Միայն լեզվին եւ աչքի մեջ նայելով դիագնոզ էր դնում։ Ոչ մի անգամ չի սխալվել։ Ոչ մի անգամ։ 19 թվին Մոսկվայում ամեն ինչ թողեց եկավ Հայաստան։ Հայաստանում էր սով, տիֆ, գաղթականներ։ Գիտեք քանի հոգու բրկեց։ Տղան էլ երկրորդ համաշխարհայինում զոհվեց։ Դավիթը, ռազմական բժիշկ էր, Դավիթ Ազատյան։ Այո։ Պապ, ոնց որ պատմության քննությունը հանձնեցի, չէ։ Որ հանձնեցիր, ինչ տղաները ոչ մի բան չգիտեն։ Լավ է, պապ, ես հավես չունեմ հա դրանց, հետ էլ մի սկսի։ Այդ ինձ ես ասում։ Ծիծաղի է։ Պապը ինչ որ ասում է գրի առ, որ հետո թորներիդ պատմելու բան ունենաս։ Դու էլ մի ծիծաղի։ Քեզ էլ է վերաբերում։ Ապրես։ Պապ կարող է ես եմ ու չեմ ուզում ամուսնանամ։ Ինչ։ Խոսում է էլի։ Դավիթ, ապրես։ Տունը քեզ եմ կտակել։ Բա։ Պապի, կարծեմ մեզ բոլորիս հավաքել ես, որ Գերդաստանի պատմություն է պատմես։ Դուք անցյալը իմացաք։ Հիմա ուզում եմ խոսել ապագայի մասին։ Ինչ ապագա է։ Լիլիթը Ամերիկաներում։ Սա էլ օրը մի աղջկա հետ աման գալիս։ Լավ էլի պապի, դու որտեղից գիտես։ Պապն է, ամեն ինչ գիտի։ Եղավ։ Դու էլ օրերով տուն չես գալիս։ Հիվանդանոցում ես գիշերու, լավ է հարսս քեզ պահում է։ Այ պապ, գոնե դու ինձ հասկացի, հա։ Ամբողջ կլինիկան ուսերիս են, ուսանողներ, ասպիրանտներ, գիտես ինչ օր եմ քաշում։ Էս էր ուզում։ Ապեր ասում եմ այսօր սաղ վեշերը թավակի, արի պապի ես տուն։ Ես էլ կմնամ ընկերոջը տանը, ծաղիկները կջրեմ, հա։ Ես էլ գիտեմ լուրջ գործի եք։ Անետ ջան, քեզ չէի կանչել։ Մամ ջան ոչինչ, պապին սեռական խտրականություն ա դնում։ Պապիկը համարում է, որ ես օտարի աղջիկ եմ։ Ինչ անենք, որ հորս տանը 21 տարի եմ ապրել, իսկ ձեզ հետ 26։ Պատմության դասդ ավարտեցիր, Որ ավարտեցի ինչ։ իսկ հիմա իմ դասի ժամանակն է։ Խմենք անետիս կենացը։ Պապ ջան, Մամ ջան կենաց։ Մամա կենաց է։ շնորհակալ եմ։ Ոնց եմ մոռացել։ Այս անգամ ավելուկ եմ ավելացրել։ Ավելուկ։ Ոնց է։ Անմահական։
Համ ճնշումին է լավ, համ իմունիտետն է բարձրացնում։ Դավիթը շատ է հոգնում, 2 շաբաթ նրան խմացրու։ Դավիթին հյութը չի օգնի։ Երեք Լիլիթներ զանգել։ Եվ ինչ։ Ձայնը դուրս չեկավ։ 21-րդ դարի սերը Skype-ով։ Կշտվել եք։ Չէ։ Պարզապես ասացի մտածիր ինչ ես որոշում։ Ճիշտ ես արել։ Վաղուց ժամանակն է։ Ես էլ համարյամ նույնն ասացի Լիլիթին, Չհասկացա, մամ, ինչ ես ասել։ որ խելացի կինը տղամարդուն ամենաշատը 1 շաբաթ մենակ կթողնի։ Ուխ, մամ ջան, արի մի հատ բաչեմ, մամ։ Իսկ դու շատ մի ոգևորվի։ Տեսա, եթե գիշերները շարունակես ուշ գալ, դուռը կփակեմ դրսում կմնաս։ Տղամարդիկ ձեն անեք, մեկը ճնշում է 3-ին։ Դե պապ ջան, դու հաշվի մեջ չես։ Դու ձայնդ կտրիր ու լսիր մայրդ ինչ է ասում։ Մեր ցեղի տղամարդիկ նրանով են ուժեղ, որ կնոջ հարգը լավ գիտեն։ Այո։ Օրինակ իմ մեծ պապի քույրը Պապ չի լինի հարիսան ուտենք, հետո զրուցենք։ Լրի երբ հայերդ է խոսում։ իմ պապի մեծ քույրը օրինակ Մի րոպե, պապ։ Իմ մեծ պապի քույրը, շարադրություն։ Դավիթ ապրես Չորրորդ շենքն է։ Այստեղից աչով, ձեզ Դանիել։ Ինչն է։ Սիրտը։ Այս մեր դաժան կյանքն ու դիմացը մի բուր սիրտ։ Չի դիմանում հոս զորով չի։ Ութերորդ բնակարանը սա է։ Այո, սպասում եք, ներս անցեք, որոց Որոց։ Որոց։ Ինչ լավ է, կակ բրճիկ ջան։ Ինչ է պատահել։ Վաղուց է։ Նույնիսկ կարող եմ օրը նշել։ 97 թվականի ապրիլի 21-ը։ Զարմանալի է։ Երբեք այսքան ճշգրիտ հաշվարկ չէի լսել։ Մաթեմատիկոս է։ Էի, մաթեմատիկոս էի, իսկ հիմա բիզնեսմեն եմ։ Լավ է, էլի։ Բժիշկ ջան, սա վերջին տվյալներն են կարդիոգրամայի։ Պարզը։ Ինչն է պարզ։ Ձեր սրտի պրոբլեմը։ Իհարկե պիտի ցավեր։ Աննորմալն է, որ գործս թողած առևտրով եմ զբաղված։ Իբր թե գործարար։ Մեր ինստիտուտի մոտով անցնելիս ոնց որ դժոխքի մեջ լինեմ։ Իբր ինչ արեցին։ Ինչպես կարելի էր քանդել, հավերել։ Ինը մեր գիտության տեխնացուները տոնավաճառներում առևտուր են անում, ապրանք է ծախում։ Մեր շենքի մոտ անցնելով թվում է թե մեռած հարազատներից գերեզմանների մոտով անցնելուց լինեմ։ Մեր գելանը փակվեց, մեր կյանքն էլ փակվեց։
Այդքանից հետո ինչ պիտի լիներ։ Իհարկե, պիտի սիրտս էլ ցավեր, էլի։ Հենց այդ պատճառով էլ առաջարկում եմ հիվանդանոց գնալ։ Այ եթե դա մի ամիս առաջ ասած լինեիք, կասեի չեմ կարող զբաղված եմ։ Իսկ հիմա ազատ եմ։ Բրիշ դուք կոտրընկած բիզնեսմեն տեսել եք։ Չէ։ Դե ուրեմն տեսեք, այդ ես եմ։ Երևանից։ Տեղափոխում ենք շտաբ։ Երեք գիշերն ասած, բան չեմ ուզում։ Մի անգամ թեկուս մի ժամով հայտնվեմ ինստիտուտում, առաջվա պես։ Հետո ինչ լինում է թող լինի։ Խնդրում եմ մեզ մենակ մի թողնի։ Ճիշտ որ հարուստներն էլ են լաց լինում։ Կարծում ես սննկանալուց է կրիզը։ Չէ, իհարկե դրանից էլ է, բայց իսկական պատճառը այդ մարդու մեջի կռիվն է։ Ինքը ծնվել է գիտական աշխատանքի համար։ Մարդն իր գործի հետ կռիվ տվեց, վերջը բարի չի։ Պապս էր ասում։ Երրորդ բրիգադներ փողոցում եք։ Որտեղ ասել ես, այնտեղ էլ կանգնած են, Կալոյան։ Ապրեք, իսկ հիմա թռեք Պարոնյան փողոց 6։ Տղամարդ 41 տարեկան, սիրտը քիչ է մնում պայթի։ Դավիթ ինքն այդպես ասաց։ Վերջ կապի։ Ու առանց մեկնաբանության։ Եղավ առանց մեկնաբանության թռնում ենք։ Բարով եք եկել։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Հիվանդը ուր է։ Ես եմ։ Ներս անցեք։ Հետ հիվանդի տեսք չունեք։ Հա, բժիշկ ջան։ Տեսքս շատ առողջ է, բայց ներսը։ Ներսը ինչ։ Չի երևում։ Չէ, ես էլ ոչինչ չեմ տեսնում։ Ու եթե անկեղծ չասեք, ես կեղծ կանչ կգրանցեմ։ Կեղծ կանչ։ Ինչ անեմ։ Ասեմ, որ սիրտս ացավում, հա։ Լսեք, անհարմար չեք զգում։ Դուք այստեղ չգիտեմ ինչով եք զբաղվում, իսկ ուրիշ տեղ ինչ-որ մեկը իրոք մեր կարիքն ունի։ Վերջ դուր, հա։ Մնում էր մի հատ էլ կռիվանես, նոր գործ բացվի։ Գնացինք։ Մարդ ինչքան պարա պետք է լինի, որ Բժիշկ ջան, մի րոպե խնդրում եմ էլի։ Կարող եմ ես ձեզ մի բան խնդրել։ այսքանից հետո կարող եք խնդրել, եթե որպես բժիշկ դիմեք։ Ինձ հետ մի բաժակ բան չեք խմի։ Ես չեմ խմում։ Ախր բժիշկ ջան, բուժելը հո մենակ սրսկելով չի։ Ախր ոնց բացատրեմ, սիրտս վառվում է։ Դավիթ։ Գևորգ Ցավտան։ Շատ հաճելի։ Նստեք, ձեր ցավը տան, նստեք։ Ընդհանրապես մենք ենք ուրիշների ցավը տանում, բայց
Այս դեպքում եթե ասում եք, ուրեմն մի բան գիտեք։ Իսկ մեր քույրիկը Աննա։ շատ հաճելի է։ Օղի են խմելու։ Հա, ես կխմեմ, բայց Աննան չի խմում։ Դավիթ ջան, ոչինչ, ոչինչ թող չխմի, բայց բաժակները պետք է լիքը լինեն, չէ։ Ոնց ասես, մեծ աղբեր։ Դավիթ ջան, չաս։ Եկեք խմենք։ Ես օջախի կենաց։ Ոնց ասիր, մեծ աղբեր։ Մի րոպե, Դավիթ ջան, մի րոպե, թող խոսեմ։ Ես օջախի կենացը, որ կար, բայց հիմա էլ չկա։ Ես 4 տարի է դրսեր ունեի։ Դրսից լավ վատ ընտանիքս պահում էի։ Գիտեի, թե պահում եմ։ Այս տարի, բժիշկ ջան, մտածեցի, որ նոր տարում տանը լինեմ։ Աղջիկս պսակվել է, մարդու հետ Գերմանիա են գնալու։ Տղաս էլ բանակից եկել է։ Մտածեցի, որ գնամ սյուրպրիզ անեմ, բայց պարզվեց, որ իրանք են սյուրպրիզ արել։ Հարևանս ասեց, որ աղջիկս մարդու հետ արդեն Գերմանիա է գնացել, կնոջս էլ հետները տարել են։ Իսկ տղաս գնացել է Կրասնոդար, քեռու մոտ։ Ես էլ մենակ նստեցի, սիրտս պայթում։ Վեր կացա, օղին դրեցի, բացեցի, բայց դե մենակ կխմվի։ Մտածեցի ասի զանգեմ բարեկամներիս, ընկերներիս, բայց ինչ զանգեմ, ոնց զանգեմ, ոնց գանտենան ես ավերված օջախ, հա, ես էլ կեզ զանգեցի։ Խմենք ես ավերված օջախի կենացը, որ կար, բայց հիմա էլ չկա։ Ես չեմ խմելու։ Ինչի։ Սովորություն չունեմ ավերված օջախների կենաց խմելը։ Սպանում ես, բժիշկ ջան։ Խմելու փոխարեն կնոջդ զանգիր, տղայից զանգիր։ Աղջկադ հետ գործ չունես, ինքը իր ընտանիքն արդեն ունի։ Զանգիր կնոջդ տղայիդ, ասա, որ եկել ես ու թող իրանք որոշեն։ Ասում ես, զանգեմ։ Ասա։ Առաջինը ձեր կնոջը զանգեք։ Լսեցիր։ Զանգեմ։ Հա ու խմիչքը հիմա պահի, երբ որ ձերոնք կգան, նոր կխմես։
սրտը լավ, հա։ Բայց ամեն դեպքում մի 50 պետք է գցեի։ Էշխեիք, էշ։ Արդեն բուժում ենք առանց դեղերի։ Էլի ինչ է կարել։ Ավելի ճիշտ ինչ չեն կարել։ Կանչի մեջ գրել եմ։ Չենք թողել, որ խմի, գոնե ժամանակավոր։ Այս աղջիկը քանի գնում դուրս գալիս է։ Պատճառը։ Ոնց որ մի խելքի եք։ Դավիթ, այդքան ժամացույցներիդ մեջ մեկը չկա, որ մի քիչ ետ մնա։ Ցավոք բոլորն էլ շտապում են, այս է էլ։ Արի մի անգամ ուշացիր, գրազը չեմ ուզում։ Պարզապես ուշացիր ու բրցնենք։ Շատ երկար է այս պատմությունը։ Հույսդ կանաչ անմեռ եղիր, պոետն է ասել։ Իմ մասին չի ասել։ Կարծես տարին լավ ենք փակում, քիչ առաջ ցուցանիշներն էին նայում։ Կարապետյան, այդ թվերը, աղյուսակները, հաշվարկները չես օգնել, չեմ հասկանում։ Մի 10 տարի հետո հետդ կխոսեմ։ Այդ մեկը դժվար։ Որովհետև ի սկզբանե բանն էր, իսկ բանը այս դեպքում արմատն է։ Ասել է ոչ պակաս մի պոետ։ Էլի սկսեցիր։ Լուրջ եմ ասում, նայր։ Քո հասկանումը, Կարապետյան, արմատներից մեկը պետն է, ճիշտ է։ Իմը Ազատյան, այսինքն ազատ։ Դու պետ, ես ազատ։ Ի սկզբանե է որոշված, Կարապետյան։ Դու պետ, ես ազատ։ Զգացի տարբերությունը։ Ես ազատ քաղաքացի, դու պետ, ազատ, պետ, պետ, ազատ, ազատ։ Դրամատրությունդ լավ է։ Չեմ բողոքում։ Ազատ եմ։ Ազատ ես։ Նորություն ասա։ Ալո, շտապ օգնություն։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Առավոտից գլուխս ցավում է, քիչ առաջ էլ աչքերիս առաջ ձևացավ։ Հիմա բժիշկներից մեկին կկանչեմ, ձեր ճնշումը կչափի։ Ներեցեք շտապ օգնությունն էլի մեկ անգամ եղել է մեր տանը, շատ լավ բժիշկ էր։ Մեր բոլոր բժիշկներն էլ լավն են։ Ես չեմ կասկածում, բայց եթե նա այստեղ է… Բժշկի անունը կամ որ բրիգադն էր։ Դավիթ էր անունը։ Պարզ է։ Դուք գնացեք առաջին օգնության սենյակը, ես հիմա նրան կկանչեմ։ Շատ շնորհակալ եմ։ Շարմիտ հերթական զողը ճնշումը գլխին տված քեզ է սպասում։ Չհասկացա, Ալոյան, նորից, բայց դանդաղ։ Կրկնեմ։ Հիվանդ է եկել։ Մոտավորապես 25 տարեկան։ Իր ասելով բարձր ճնշում։ Խնդրում է, որ դու ստուգես, որովհետև մի անգամ արդեն օգնություն ցույց ես տվել։ Հմայելն էլ վրա դիր։ Կրկնեմ։ Ես կամ։ Չէ, դու սուրճին նայիր։ Սուրճը մահանա է, ուզում է մենակ լինել։ Ինչ։ Լիլիթն ինչ է մտածում, չեմ հասկանում։ Հենց էդ է մտածումը, էլի։ Հա։
Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչ է պատահել։ Առավոտից ինչ շատ վատ է զգում, վիզս էլ մի փոքր ծանրացել է։ Այստեղով էի անցնում, ուզեցի, որ մի հատ ստուգեք։ Լավ։ Վերարկուն հանեք ու նստեք։ Ձեր դաստակը թույլ կտաք։ Շնորհակալ։ Ութսուն 120։ Ինձ համար շատ բարձր է։ Հիպոտոնիկ է։ Լավ։ Դիսպեչերն ասաց, որ ինձ ճանաչում եք, հա։ Հա, երևի ինչ եք հիշում, այսինքն որտեղից հիշեք, այնքան շատ հիվանդներ եք ունենում, որ։ Չէ, այդպես մի ասեք։ Ձեր նման հիվանդին չի կարելի մոռանալ։ Շնորհակալություն։ Խնդրեմ։ Դրեք լեզվի տակ։ Վերջ, շուտով ձեր ճնշումը կկարգավորվի։ Շնորհակալություն։ Նստեք մինչև դեղը ներգործի։ Չեմ կարող, շատ կարևոր հանդիպումից եմ ուշանում ու արդեն ուշացա։ Շնորհակալություն, բժիշկ։ Չէ, պետք չէ։ Ես Այն անգամ չվերցրիք, գոնե այս անգամ։ Խնդրում եմ։ շնորհակալ եմ։ Ազատյան Դավիթը դուք եք։ Ես եմ, ինչ է պատահել։ Դավիթ Ազատյան։ Այո։ Հենց նոր քաղաքացի Հովսեփյանից գումար եք վերցրել։ Առաջարկում եմ ինքնական հանձնել գումարը։ Ինչ գումար, դուք ով եք։ Քանիչ Մուրադյան, ավագ սերժանտ Դավթյան։ Իսկ թե ինչ գումար։ Հիմա դուք մեզ կասեք։ 1000 դրամի կաշառք եք բացահայտել։ Բրավո։ Ոչ չի։ Ես արդեն եվրոյով եք վերցնում։ Մի րոպե, ես ոչինչ չեմ հասկանում։ Դու լավ դերասան կլինեիր։ Համենայն դեպս դերասաններին կաշառքի մեղադրանքով բռնած չկա։ Ղեկավարությանը կանչի ու ընթերականերին։ Դուք նստեք։ Դավիթ, Դուրը ծածկեք։ ինչ է պատահել։ Դուք ով եք։ Դիսպետչերը։ Դուրս եկեք։ Բայց Տիկին ջան, գնացեք ձեր գործին։ Դավիթ, բան չստորագրես։ Ինչ է գիտերը։ Ես ինչ է կատարվում այստեղ։ Դուք ով եք։ Քննիչ Մուրադյան,
Քաղաքացին մեզ ասել է, որ ձեր ենթակայանի բժիշկ Դավիթ Ազատյանը բարբերաբար հոգեմետ դեղեր է պատճառել իրեն։ Ավելի կոնկրետ քնաբեր։ Ով, Դավիթը։ Հասկանում եք ինչ եք ասում։ Ես ոչ միայն հասկանում եմ ինչ եմ ասում, այլև իրեղեն ապացույցն եմ։ Չգիտեմ, թե դա ինչ իրեղեն ապացույց է, բայց ես թույլ չեմ տա օրը ցերեկով լավագույն բժշկին ամբաստանել։ 2 կիլո մաքրել կարգի եք բերել, մնացել են շտապօգնության բժիշկները։ Դավիթը տեղ ծախի։ Իրեն հարցնեք։ Ձեզ պիտի հավատամ, որ իրեն հարցնեմ։ Կարապետյան ջան, անիմաստ է, ինձ զուրմ իմ բորբոքվի։ Ինչն է անիմաստ, ինչ ես խոսում։ Չես տեսնում, որ սարկած գործ է։ Սրա համար էլ պատասխան կտաս։ Անպայման պատասխան կտամ։ Չկասկածես։ Մոտեցեք։ Այստեղ ստորագրեք։ Այստեղ։ Ազատեք։ Լսեք, ընկերուհի։ Ես ընկերուհի չեմ։ Քաղաքացի։ Ալոյան, Համբարձումյան։ Տիկին Ալոյան, եթե դուք հիմա դուրս չգաք։ Առայժմ ես եմ այստեղ հրամայում։ Տիկին Ալոյան, դուք կմնաք այստեղ։ Ախր դուք ձեր բժշկին եք վատություն անում։ Իսկ նրանք չեն կարող մնալ այստեղ։ Օրենքը թույլ չի տալիս։ Գնացեք, ամեն ինչ լավ կլինի։ Այստեղ օրենքի գիտակ ու պաշտպան կա։ Գնացեք։ Ես ձեր փոխարեն խելացի կգտնվի։ Դուք իմ փոխարեն չեք կարող լինել։ Բարեբախտաբար։ Ստորագրեք։ Քաղաքի շփացակայելու համար։ Ձեր բժիշկին հետ կգա։ Դավիթ, ես կգամ ձեր ետևից։ Իզուր եք գալիս։ Առերեսում, հարցաքննություն, երկար կտևի։ Գնացինք։ Ոչինչ, ես կսպասեմ։ Դավիթ ջան, հատի դրոց։ Ինչ ես կանգնել։ Գնացեք դեր գործի, ամեն ինչ կպարզվի։ Մայր, ինչ ես անում այստեղ։ Քեզ ով ասել։ Ալոյանը զանգեց։ Ինչ էին ասում։ Ինչ պիտի ասեն։ Քաղաքացի Հովսեփյանի հետ առերեսում արեցին։ Պարզում է 6 ամիս է իրան դեղ են վաճառում։ Իսկ ապացույց մենակ իր ասելով է։ Կարապետյան, դու հավատում ես, չէ՞ որ ես Շարունակես։ Դա սարկած գործը մնում է պարզելով է սարքել։ Իրանք կպարզեն։ Բա ինչ կպարզեն։ Ես ապացուցելով ոչինչ չունեմ։ Ինչ ուզում են թող անեն։ Էստեղ եք մնալու։
Միգուցե գնանք ինչ-որ միտեղ նստենք հաց ուտենք, հա։ Չեղավ։ Աշխատանքային ժամին ուր եք գնում։ Առանց հետը քանի կանչ բաց ես թողել։ Կարապետյան։ Չհասկացա։ Այսինքն դեռ աշխատում, հա։ Իսկ ինչ պիտի անես։ Քո պես բժիշկները փողոցում թափած են, որ չաշխատես։ Ըստի մեքենա։ Մայր, տանը ոչ մեկին բան չասել։ Ես եմ։ Դավիթ ջան։ Լավ չէ։ Բաց թող։ Այս բարե բալուշկա։ Դավիթ, ինչ լավ է եկաք։ Ճաշն էլ համարյա պատրաստ է։ Մամա, դի չես եկել։ Ուխ,